դարպասի մոտ կանգնացրել։ Քաղաքաշինը ասենք լեռացին գործի ոստիկանները կանգնել։ Հիմա ոստիկանների ոստակ գտնվել կանգնած արժի անում։ Ոստիկանները ոչ չլինի, որովհետև երբ որ այս դարպասը միամիտ բացվեց, հենց հիմա ձեռքը ջրել է վրա։ Այդ մարդու ձեռքը վնասվելու է։ Հենց իր անվտանգության համար։ Մենք մեր սփազանի համար ոչ Այս ինչ կստոքային հարցաստ է կամնելը, դե մեր այդ բանավիճերն չեն որ ողնում, հիմա դր անհասկանալի ուղղակի ավելոց սեզբոքային Զորքով չեմ եք ես գուշացնելու, ես հարգելի զորքով ես զորքի անելություն չունեմ ձեզ գուշացնելու, ես եկա Ինչ նշանակում է, ինչ կապում է ավակականից կապում է, հիմա դու բարձրացնում ես Ինչ կապում, դե բարձրացնում է կապում դուրս մեզ կապում Բախում համար է անտրամաբանականը ձեր ասասները Հիմա ինչ եք սեզ լարվածություն ստեղծում Այսկե լարվածությունը քիչ է Լավ, ժողովուրդ, մի րոպե ժողովուրդ Եկեք մի փոքր դարպասից առաջ կանգնեք, առաջ մի փոքր կանգնեք Մի փոքր առաջ կանգնեք, որ բացել պարտվելուց ձեզ մնաք չկա Ես եմ, մի փոքր կա Այսկե երբ որ բացի, դուք ինչ եք իմանալու երբ որ բացի Հենց հիմա ծրական են բացեք, հենց հիմա բացեք Որ դուք չեք ասում Հարգելի հետևողներ, հենց այստեղ մինչ շարունակվում է դարպասի առջև ոստիկանական ուժեր տեղակայելու հարցը Քննչական կոմիտեն հերթական հաղորդագրությամբ տեղեկացնում է, թե Սրբազան պայքարի դրոշարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի արդիվ նախաձեռնած քրեական վարույթի շրջանակներում քննիչների կողմից ազգային անվտանգության ծառայության և ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են նշված հանցագործություններին առնչվող քաղաքականությամբ ձեռք բերված տվյալները, հաստատող առարկաներ և փաստաթղթեր, ինչպես նաև ապացուցողական նշանակություն ունեցող անհերքելի այլ փաստական տվյալներ, այդ թվում հրազեն և ռազմամթերք, գործողությունների պլաններ, հավաքագրված անձանց ցուցակներ, մետաղական իրեր, ճայթուկներ, ծխարցակող միջոցներ, զինվորական հանդերձանք, ռադիոկապի միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, թմրամիջոցի նման բուսական զանգվածներ, բռնի կերպով իշխանությունը յուրացնելուց հետո գործադիր իշխանության համապատասխան պարսաներում նշանակվող անձանց ցուցակ, հանցավոր խմբի կողմից իրականացվելի կապօրինի գործողությունների մանրակրկիտ պլանավորման, դրանց հերթականության, ժամանակագրության վերաբերյալ փաստաթղթեր և այլն։ Հիշեցնեմ, որ քննչական կոմիտեի հաղորդագրությունն է ընթերցում, որի վերջում քննչական կոմիտեն հավելում է քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Այս պահին քննիչի որոշումների հիման վրա ձերբակալվել է 14 անձ քրեական վարույթի հետագա ընթացքի մասին քննչական կոմիտեն հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ նշել են նաև, որ նախաքննությունը շարունակվում է։ Խնդրում եմ, ոստիկանությունը հասարակական կարգի պահպանություն է իրականացնում։ Որևէ կերպ գործողություններին չի ոչնդոտում եք, հացում եք դարպասների մոտից են կողմ գնացեք հողի։ Իմաստը ոստիկանության ծառայությունը։ Ինչ ծառայություն է ներողություն։ Նրանք կանգնած չեն ոչնդոտում, եթե դարպասները ոչնչելու կարիքը լինի, ես ոչնդոտելու հանցը որոշվում է ոստիկանության կողմից, որին վստահված է հասարակական անվտանգության իրականացումը։ Դեռ ձերբակալված անձին կան, հիմա իրանց հետ կապված ցանկացած գործողություն կոնկրետ այդ ուղղությամբ ասեմ դիտարկվելու է որպես ոչնդոտ իրանց ձերբակալման անցած տեղափոխմանը, որպեսզի որևէ խնդիր չառաջանա հարգելիներից։ Գնացեք այն կողմ հովի վրա։
ոստիկանությունը մի փոխում։ Ոստիկանությունը։ Պետք է կաց էս դարպասը դրի ազատ։ Այս ազատում են դիմացի բոլորը ինքնուրույն որևէ մեկի չեն ուզել, աղջիկներ ջան, հարգելիքներ ջան, ազատ եք։ Ազատեք է դա։ Երկայն դարպասը լացվում է։ Դարպասի Ինչպես տեսնեք, ոստիկանական ուժերը համալրվում են հավանական խոչընդոտներից խուսափելու համար, ինչպես նշեց ոստիկանության ներկայացուցիչը, այս պահին ոստիկանները տեղակայվում են դարպասների մոտ։ իրականացնել հերթական մանիպուլյացիա, որպեսզի նրանք չեն պատրաստվում բացել, ոստիկանական այսքան մեծ զորք բերել են 2-3-4-5 հոգու համար, որպեսզի 3-4-5 հոգուն այստեղից պարզապես հեռացնել։ Սա հայտարարություն է, սա ամոթ։ Այսքան զորք կարար տեղակայված լինել Արցախի սահմանի վրա, որպեսզի Արցախը չհանձնվի։ Այնակ երբեմն կարող եմ ասել։ Հարգելի հետազոտողներ, Արքեպիսկոպոս Հայաստանի աջակիցներն են բանտարկումներով աջակցում նրան այս պահին գտնվող կոմիտեի այս վարչությունում առավոտից շուրջ 5 ժամ խոզարկություններից հետո է արքեպիսկոպոս Գալստանյանը բերվել այստեղ են նաև ոստիկանության ուղեկցությամբ այստեղ են բերվել նաև